Սա հաստատվում է Մանասեի այն ժամանակից իսկ վկայված փրկությամբ, նրա այնքան անբժշկելի մեղքերից հետո, որ արդարների արյամբ լցրեց մեծ թագավորին նվիրված հրաշանուն հայրենի քաղաքը, ըստ մարգարեագիր անսուտ պատմությամբ, և տեսանողներից մեծին իսկ բազմերախտ սատարողին, խնամատար պաշտպանին, նախակերտ հարկի խնամակալ տեսուչին, իր դաստիարակին և տոհմակից նահապետին, մահվան գործիքով սղոցեց, 2 կտոր արեց և դժնդակ տանջանքներով մաշեցրեց ապստամբության խորհուրդով խզելով հույսի փրկանակը։ Դրան մեկ այլ չար մոլեգնություն էլ ավելացրեց և հանդգնեց ծանրամեղ վերնամարտ մղել Բարձրյալի դեմ, քանզի չամաչեց երբեք Արարչի պատիվն ու անունը մերժել յուրաբնակ խորանից և հալածելով Աստուծո հոգին Բելիարի անձը դավանեց, քանզի այդ նույն տիրական տաճարը սահմանված Արարչի խնկարկության համար երկրի հռչակավոր դիտարանը, ազգերի սարսափելի սրբարանը, ուր հրեշտակային տեսիլքները և աստվածային հաղթող հրամանները ծանուցվում էին լուսավոր հայտնություններով, այդ երկնանման, ահավոր, սքանչելատես վայրը գարշելի պաշտոնատեղի և դիվաճենճեր զոհարան դարձրեց, ավերակ անապատի մի քառադիմակ քևանի, նախանձարկու և ապականիչ պատկերի համար։ Երկնավոր արքային զրկեց արքայական կայքից, ամենահարուստին դատարկեց նրա ստացվածքներից, տանտիրոջն անհանգիստ, թափառական ու աստանդական դարձրեց, Բեղզեբուղի տուն սարքեց և ահեղ անունը վտարեց, գերեց Գովյալի ավանդը և ողբալիորեն նվազեցրեց ողորմածի բաժինը, լույսի սրահը դարձրեց փոքր աղվեսի ապարանք և ամենակալի գլխի համար իսկ տաղավար չթողեց նրա տաճարում, պատռեց հզորի վարագույրը և արյան սրսկման մեծախորհուրդ սեղանը նվիրեց բախտագուշակության և հմայության, դեպի գայթակղություն ընթացողների համար ընդարձակ ճամփաներ բացեց, դարձավ սատակման հոտի կորստյան հովիվ, մոլորության բուռն ուսուցիչ, և այդ ամենն արեց իմանալով օրենքի կրոնը և հայր ունենալով մեծն Եզեկիային, Դավթի նմանակցին, այնքան չարիքներ նյութեց, որ իրեն արքայության փառք ընծայած Աստծո պատիվը հայոյեց ու թշնամանքի ենթարկեց և սրախոխող սպանեց բազմաթիվ աղոթավորների, եղավ ընտանի դավաճան, վատնիչ մերձավոր, սատակիչ հարազատ, մեղսակից սպանող, առ Աստված չէր կարող դառնալ, քանզի ուրացել էր նրան, Աբրահամին չէր կարող հիշել, քանզի խորթացել էր նրանից, Իսահակով չէր կարող աղոթել, քանզի նզովված էր նրանից, Իսրայելով չէր կարող պարծենալ, քանզի օտարացել էր նրա անվան մեծախորհուրդ շնորհից, Դավթի երգը չէր կարող նվագել, քանզի նրա կշտամբիչն էր, Քավարանին չէր կարող մերձենալ, քանզի պղծել էր այն, Աստվածագիծ տապանակին չէր կարող ապավինել, քանզի այն փոխանակել էր գարշելի ձուլածոյի հետ, Մովսեսին չէր կարող կանչել, քանզի անքավելի էր նրա հանդեպ հանցանքը, Ահարոնին չէր կարող աղաչել, քանզի վնասապարտ էր նրա նկատմամբ, Մերձավոր մարգարեների գնդերին չէր կարող դիմել, քանզի նրանց սպանողն էր, սակայն նրա մեղքերին քավություն եղավ, և նրան վերստին արքայական իշխանություն պարգևվեց, որպեսզի քեզ համար, բարերար, սերնդեսերունդ և դարեդար շատացնես, կարգես անճառ ու անլռելի գովեստներ և հույսի մուտքի դուռն անփակ պահես, ի փառս քո բարձրության և ի փրկություն դատապարտվածիս, անմահության պարգևատու Քրիստոս, գովված հավիտյանս, ամեն։